Ընդամենը 3 բաղադրիչ, եւ մեր համեղ ելակի պաղպաղակները պատրաստ են։ Կարող ենք ուրախացնել թե մեր երեխաներին, թե նաեւ ընտանիքի անդամներին։ Գնանք պատրաստենք մեզ անհրաժեշտ է լինելու ելակ։ Այն տեղափոխում ենք բլենդերի մեջ։ Ես մի փոքր շատ եմ անելու, դուք արեք այնքան, ինչքան կցանկանաք։ Հարում ենք։ Հարում ենք այնքան, որ դառնա համասեր զանգված։ Այնուհետև ավելացնում ենք խտացրած կաթ։ Եվ ավելացնում ենք մեկ բաժակ կաթ։ Կարող եք նույնիսկ սերուցք ավելացնել։ Կրկին հարում ենք։ Ահա, սիրելիներս, մեր պաղպաղակը արդեն պատրաստ է։ Մեզ մնում է միայն տեղափոխել համապատասխան ֆորմաները եւ դնել սառցե խցիկը, որպեսզի սառի։ Ձեզ հարմար տարբերակով կարող եք այն գցնել ֆորմաների մեջ։ Այսպես։ Փայտիկները տեղավորում ենք, որպեսզի հետո հեշտ լինի մեզ օգտվել։ Իդեպ ասեմ, քաղցրությունը դուք կողմնորոշվեք ըստ ձեր նախասիրության։ Այսինքն, եթե կզգաք, որ ձեր ելակը ոչ այդքան քաղցր է, այդ դեպքում միգուցե նախընտրեք մի փոքր ավելացնեք խտացրած կաթը։ Իսկ եթե ելակը քաղցր է, դուք կարող եք քչացնել արդեն խտացրած կաթի քանակը։ Ամեն դեպքում նայեք ձեր համին եւ ձեր ճաշակին։ Ահա, ընկերներ, մեր պաղպաղակները արդեն պատրաստ են։ Խնդրեմ, դուք կարող եք այն եւ թաթախել շոկոլադի մեջ, այսինքն շոկոլադե պատել, եւ կարող եք իհարկե համտեսել հենց այսպես։ Մենք ավարտեցինք այս համեղ եւ արագ տան պայմաններում պատրաստվող ելակով պաղպաղակը։ Եթե այն ձեզ դուր եկավ, կարող եք փորձել, պատրաստել, ինչպես նաեւ կիսվել ձեր ընկերների հետ։ Իսկ ձեզ լավ օր եմ ցանկանում։ Մենք դեռ կտեսնվենք։ Ցտեսություն։